Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, կրկին շաբաթ և կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այս անգամ որոշել ենք անդրադառնալ մի տարածաշրջանի, որի մասին Հայաստանում շատ քիչ են խոսում, բայց որտեղ բավականին լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ են հասունանում։ Մենք գործ ունենք մի տարածաշրջանի հետ, որտեղ իրականացվում է հետգաղութատիրական իրավիճակի փոփոխություն։ Անգամ գաղութների վերացումից հետո այնտեղ պահպանվում էր հետգաղութատիրական ազդեցությունը, բայց այս պահին արդեն դերակատարները փոխվում են։ Գալիս են նոր դերակատարներ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել գաղութատիրության հետ, եւ սա տեղի բնակչության մոտ լուրջ վստահության տոկոս է բարձրացնում։ Խոսքը Աֆրիկայի մասին է։ Կրկին Գևորգ հետ ենք քննարկելու, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Կարծում եմ ժամանակն է արդեն, որ մենք խոսենք նաև Աֆրիկայի մասին։ Առավել օրիգինալ տարածաշրջան ենք այսօր ընտրել։ Այո, որովհետև Աֆրիկան այս պահին այն մայրցամաքն է, որտեղ իրականացվում են շատ լուրջ փոփոխություններ, դերակատարներ են փոխվում, եւ այդ դերակատարների փոփոխությունը բերում է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների նաև մեր տարածաշրջանում։ Մեկ օրինակ ասեմ եւ անցնենք առաջ, Աֆրիկայում ավանդաբար լուրջ ազդեցություն ունեցող Ֆրանսիան, որը Աֆրիկան դիտարկում էր իբրև իր համար ուրանի բազա եւ ուրան էր այնտեղից ստանում շահագործելով իր ատոմակայանները, Ֆրանսիային, ինչպես ասում են, աֆրիկացիները դուռը ցույց տվեցին եւ Ֆրանսիան ստիպված եղավ իր բազաներով ըստ էության դուրս գալ։ Ես առավոտյան ընթերցում էի նյութը 15 թե 16000 զինվորից այնտեղ մնացել է ընդամենը զինվորի 2000 զինվորական, այսինքն բազաներն ըստ էության հանձնվել են տեղի իշխանություններին եւ Ֆրանսիան դուրս է եկել։ Ավանդաբար այնտեղ մեծ դիրքեր ունեցող Պորտուգալիան եւս չկա, ասեմ, ինչպես դու նշեցիր։ Ինչ է կատարվում։ Մի փոքր այսպես էքսկուրս։ Այո, ավանդական էքսկուրս անենք, այո, տեղի է ունենում գաղութատիրական ռեժիմի անցյալի արգասիքների գրեթե վերջնական դեմոնտաժը։ Ավանդական այնտեղի դերակատարները Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, որոշ չափով Բելգիան եւ Գերմանիան, Իտալիան ոչ մեկ այլևս ներկայացված չէ։ Արդեն կլինի մոտ 60 տարի, որ ամբողջությամբ Աֆրիկյան կոնտինենտը անկախ է։ Չմոռանանք, որ այնտեղ երկու նոր երիտասարդ պետություններ ձևավորվեցին 93 թվականին Էրիտրեան անջատվեց Էթիոպիայից, ինչպես նաև կիսվեց Սուդանը 2011-ին։ Սա շատ կարևոր է, քանզի Սուդանի եւ Էրիտրեայի հետ կապված կրկին առաջ եկավ ազգերին ինքնորոշման սկզբունքը։ Չգիտես ինչու ոչ ոք չմտածեց, չմտահոգվեց Սուդանի եւ Եթովպիայի տարածքային ամբողջականության մասին, այո։ Իդեպ նույն Եթովպիան Էրիտրեայի կորուստով կորցրեց իր ելքը դեպի ծով։ Ինչպես Սերբիան Չեռնոգորիայի հետ կապված։ Բայց Արցախի հետ կապված չգիտես ինչու բոլորը սկսեցին մտահոգվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, հատկապես որ այդ տարածքային ամբողջականությունը չի համապատասխանում Ադրբեջանի սահմանադրությանը։ Դրա մասին մենք խոսել ենք, ես կարծում եմ կրկին առիթ կլինի հետո խոսելու։ Ինչպես նաև նույն Աֆրիկայում այսօր փոխվել է սերունդ, ինչպես ասում են Generation Z, հա, Z սերունդն է արդեն մեծացել, որը Z-ից հետո արդեն այլ սերունդներ կարող են ասել, գաղութատիրության հետևանքները արդեն չի տեսել, քիչ թե շատ այդ սերունդը ծնվել է, քիչ թե շատ արդեն որոշ զարգացում ապրած երկրներում, այսօր համացանցի դար է, այսօր շփման ազատ ելուբուտի դար է, նրանք գնում են, տեսնում են, սովորում են նաև արդեն արտերկրում եւ հասկանում են, որ ոչ բավական է, ոչ մի գաղութատիրական արգասիքներ։ Այս տարի Աֆրիկյան մի շարք երկրներում լինելու են ընտրություններ, ես երբևէ չեմ հիշում, որ միջազգային մամուլը նախապես անդրադառնա Աֆրիկայում գալիք ընտրություններին։ Նշանակում է, որ այդտեղ արդեն քաղաքացիական հասարակություն է ձևավորվում։ Ոչ միայն քաղաքացիական եւ գործող ռեժիմների, իսկ այնտեղ առայսօր ցավոք կան հստակ ռեժիմներ, ավտոկրատ, արդեն փաստորեն իրենք են անհանգստանում իրենց ապագայի համար։ Ոչ միայն անհանգստանում են իրենց ապագայի համար, այլև
այն նոր չափորոշիչները, որոնք դրված են ժամանակակից միջազգային հարաբերություններում, պահանջում են նաև պետություններից, աֆրիկյան պետություններից լինել ճկուն։ Այսօր մի քանի երկրի մասին խոսենք, որոնք Աֆրիկայում բավականին լուրջ ներկայացված Եվ ես կռահում եմ դու որ երկրներ ես ասել։ Ռուսաստան, Չինաստան, Իրան, Ճապոնիա, այո, բայց այս երեքի վրա կենտրոնանանք, քանզի այս երեքի գործողությունը Աֆրիկայում ըստ էության ունի ստրատեգիական նշանակություն։ Եթե վերցնում ենք միջուկային ոլորտը, միջուկային էներգետիկան, ապա եթե Աֆրիկայի հյուսիսից իջնում ենք, այսօր կարծեմ 11 էներգաբլոկ կառուցվում է Եգիպտոսում, ռուսական ուրեմն Ռոսատոմն է այնտեղ կառուցում, սա լուրջ, այսպես ճեղքում է լինելու ողջ Աֆրիկայի համար, քանզի բնական է, որ ածխաջրածինները մի օր ավարտվելու են, եւ պետությունները աստիճանաբար սկսում են մտածել իրենց էներգետիկ անվտանգության համար եւ էներգետիկ անկախության համար։ Եվ այս պարագայում էլ ես կրկին այս ընթացքում աշխատելու եմ հետ վերադառնալ դեպի մեզ, հա, այսինքն եգիպտացիները հասկանում են, որ ատոմակայանը պետք է կառուցվի Միացյալ Նահանգների դաշնակից եգիպտացիները, բայց չգիտես ինչու չեն կառուցում ամերիկյան մոդուլային ատոմակայանների այսպես տեսքով, բայց նախընտրում են Ռոսատոմի հետ համագործակցել։ Մենք ունենալով մեր ատոմակայանը, որը որ տասնամյակների փորձություն է անցել, դիմանալով անգամ 88-ի երկրաշարժին։ Դե մենք մեր ծրագրերից մեկում ատոմային էներգետիկային անդրադարձանք։ Եվ ես նշեցի, որ աշխարհի մասշտաբով մերը համարում է ամենաանվտանգներից մեկը։ Լավ, Եգիպտոսից բացի այնտեղ միջուկային ոլորտում լուրջ հայտ է սկսում ներկայացնել Նիգերը։ Այս պահի դրությամբ միայն որպես հումք մատակարարելով Իրանին, իմիջիայլոց Ֆրանսիան դուրս եկավ Նիգերից, քանզի Նիգերն էր հիմնական ուրանի մատակարարը։ Ֆրանսիայի նախկին գաղութ։ Այո, Ֆրանսիայի փոխարեն այնտեղ մտավ Իրանը։ Եվ այս վերջի ուրեմն մի քանի տարում մոտ 300 կարծեմ կիլոգրամ մաքուր ուրան է Նիգերը արտահանել Իրան, իսկ դա եւ ֆինանսական առումով բավականին լուրջ գումարներ են, եւ Իրանը այստեղ բավականին այսպես ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում ոչ միայն Նիգերում։ Իրանը բավականին կենտրոնացել է իր քաղաքականությունը Սուդանում եւ անգամ բանակցություններ են գնում Սուդանում իրանական ռազմածովային բազա կառուցելու հետ կապված։ Իրանի հաշվարկը շատ պարզ է։ Հարավում Եմենով ինքը կտրում է Կարմիր ծովը Բաբ el-Մանդեբի նեղուցով, մի հատ էլ ինքը կիսում է Կարմիր ծովը Սուդանով։ Քանզի Սուդանն եւս առափնյա է եւ բարձրացնեն երկու տեղից ունենալով հսկողություն։ Այն մի շատ հետաքրքիր հանգամանք էլ պետք է նշել։ Այն փոքրիկ պետությունը Ջիբուտի, որ կա, փոքրիկ պետությունը, չէ, Էրիտրեայի եւ Սոմալիի մեջտեղը, ոնց որ թե Ջիբուտիում կա ԱՄՆ-ի ռազմական ներկայություն։ Սա եւս մեկ անգամ այսպես կարևորում է աֆրիկյան մայրցամաքը։ Ես տանում եմ դրան, այսինքն տերությունները եւ գերտերությունները հիմա էլ կենտրոնացել են ուրեմն Աֆրիկայի վրա։ Ինչ է ստանում Իրանը Աֆրիկայում։ Իրանը ստանում է Նիգերից ուրան, Իրանը ստանում է Մալիից ոսկի, ըստ էության։ Իմիջիայլոց Մալիից ոսկի ստանում է նաև Չինաստանը։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ երկու դաշնակիցները բավականին այսպես շատ խաղաղ կարողանում են նաև աշխատել Մալիում։ Այո։ Եվ եթե փորձենք Իրանի առաջնահերթությունները ֆիքսել, ապա առաջինը ուրան, երկրորդը ռազմատեխնիկական համագործակցություն։ Եվ ընդհանրապես մեր հանդիսատեսների համար էլ նշենք, որ Աֆրիկան այն ռեգիոնն է աշխարհում, որտեղ ներկայացված է Մենդելեևի ողջ ալյուսակը։ Չինաստանի համար դա լիթիումն է։ Լիթիումն է։ Այս եւ այս էլեկտրամեքենաների այս բումի պայմաններում դա ստրատեգիական հումք է ուրեմն հանդիսանում։ Չինաստանը այնտեղ արտահանում է ոսկի այնտեղից եւ նաեւ Չինաստանի համար Աֆրիկան հանդիսանում է անսպար շուկա իր ապրանքների համար։ Ինչպես նաեւ արագ զարգացող շուկա, որովհետեւ եւ պատահական չի որ ճանապարհների եւ երկաթգիծ է կառուցվում միանշանակ հարավ։ Ինչպես նաեւ Աֆրիկայում baby boom է, այսինքն ծնելիությունը շատ բարձր է եւ միջին տարիքը այսօր Աֆրիկայի շատ ավելի հետասարդ է, քան ավանդական Լատինական Ամերիկային է։ Այո, դրա համար այսինքն ներուժը մեծ է շատ զարգացման համար եւ շատ տարբեր մասնագետներ աշխարհում նշում են, որ
Աֆրիկային իրականում սպասում է մեծ զարգացում։ Միշտ Եվրոպական միությունը եւ բովանդակ արևմուտքը տնտեսական այս հարաբերություններում աչքի են ընկել նրանով, որ ունեցել են որակյալ մարդկային կապիտալ։ Այո։ Այսինքն մեկ վարպետը եվրոպացի շատ ավելի որակական առումով բարձր է եղել, քան պայմանական 3 չինացի վարպետը։ Մի փոքր պատմական ակնարկել անեմ, շատ կարճ է։ Դե Զամբիան, Զիմբաբվեն, երբ որ անկախացան, նրանք արդեն ավելի ուշ շրջանում անկախացան 70-ականներին, այնտեղ մի իրավիճակ ստեղծվեց, որ այսպես ասած ռասիզմ սկսվեց եւ իրենք արդեն աֆրիկացիները, սերվականները ստեղծեցին այնպիսի պայմաններ, որպեսզի եվրոպացիները այնտեղից դուրս գան։ Արդյունքում ինչ ստացվեց։ Բրիտանական գաղութատիրական շրջանում ստեղծված ինտենսիվ գյուղատնտեսությունը բարձր զարգացած։ 1-2 տարվա ընթացքում դարձավ էքստենսիվ, անորակ այլևս, որովհետև այսպես ասած չկային մասնագետներ։ Չկային մասնագետներ, իսկ իրենք դեռ նոր ձերբազատված գաղութատիրական ջիրաններից բարձրապես չէին հասցրել պատրաստել վաստակ։ Այ Չինաստանի համար սա հնարավորություն է այդ ինտենսիվ այգիների Չինացիք այդ վակուումը կարող է շատ արագ փակել։ Չինաստանը կառուցում է Աֆրիկայի հյուսիսից հարավ երկաթգիծը, դա հսկայական ներդրում է եւ բնականաբար ունենալու է մեծ ազդեցություն Աֆրիկայի համար։ Բացի այդ, ես մի փոքր ուսումնասիրել եմ այն օրերից, երբ Չինաստանը, Իրանը մտել են Աֆրիկա, աֆրիկյան մայրցամաքում ռազմական բախումները եթե չեն դադարել, ապա նվազագույնի են հասցվել։ Այսինքն չինացիները գնում են պայմանավորվելու ճանապարհով եւ չինացիները գնում են տնտեսապես ակտիվ լինելու ճանապարհով։ Դե իրենց soft power-ը։ Այո, փափուկ ուժով, հետեւաբար սա բերում է որոշակի առումով նաեւ քաղաքական, այսպես հետևանքներ եւ քաղաքական ստաբիլություն։ Իհարկե, որովհետեւ Չինաստանը ինքը կոնկվիստադորների դարաշրջանի մենթալիտետով չի աշխատում։ Եվ մի այսպես հետաքրքիր հանգամանք էլ այսօր երկիրը, որտեղ ավանդաբար կար ամերիկյան եւ բրիտանական ազդեցություն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը BRICS-ի անդամ է։ Այսինքն այստեղ էլ չինացիները խաղում են, այսպես ասած the most British-ը, ամենաբրիտանական բրիտանական Աֆրիկան, հա, այո, բրիտանական դասական բրիտանական Աֆրիկան, BRICS-ի անդամ է, շատ դիպուկ։ BRICS-ի անդամ է, այսինքն այստեղ բրիտանացիները եւ ամերիկյան կողմը ուշացավ իր համարելով ըստ էության Հարավաֆրիկյան Հանրապետությունը իրենը եւ բնավ չմտածելով, որ այնտեղ կարող է իրավիճակ Չինաստանը այսպես խաղալ առաջացի հարավային հատվածից ենք խոսում, վերենք մեկ այլ օրինակ Հարավաֆրիկյան Հանրապետության անմիջականորեն հյուսային հարևաններից մեկը Անգոլան։ Իդեպ ամենաերիտասարդ պետություններից մեկը, որտեղ նա 75-ին է նոր Պորտուգալիայից անկախացել, ինչով Պորտուգալիան դադարեց լինել աշխարհի դե-յուրե վերջին կայսրությունը, հա։ Այո։ Անգոլան հարուստ է նավթով։ Այսօր այնպես է ստացվել, որ նախկին մետրոպոլիայից պորտուգալացիները գնում են Անգոլա աշխատելու։ Այդ նավթարդյունաբերության ոլորտում։ Դա այո, ինչպես ասում են, ճակատագրի հետ գեհգնան եւ ճակատագրի ծաղեր։ Դա նաեւ խոսում է այն մասին, որ այդ գաղութային տարիները այսպես դրական լույսի ներքո չեն, հա, անցել ուրեմն Պորտուգալիայի համար եւ այդ պետությունը զարգացնելու փոխարեն ըստ էության այնպիսի իրավիճակ է ստեղծվել, վերջին մոտ Սալազարի կառավարման վերջին 10 տարին մեծագույն դժգոհություններից մեկը պորտուգալացի հասարակության մեջ եղավ հենց դա։ Բավական է մենք ռեսուրս ծախսենք Մոզամբիկ եւ Անգոլա որպես գաղութ պահելու համար, ներդրեք այդ միջոցները մեր երկրում։ Նման տենդենս չի եղել Բրիտանիա, Ֆրանսիա, որոնք միշտ եղել են ավանդաբար զարգացած տնտեսապես։ Բայց Չինաստանում օրինակ այդ նույն բողոքի ձայնը չբարձրացավ, որ բավական է կերակրենք աֆրիկյան պետություններին, այդ գումարը ներդրեք Չինաստանում, քանզի այս պահին Չինաստանը դնելով այդ գումարները Աֆրիկայում, նա մի քանի քայլ առաջ է գցում իր իսկ պետությունը, մի քանի տասնամյակ, քանի որ հսկայական մի ողջ մայրցամաք գրեթե չինական ապրանքների սպառման համար անսպառ շուկա է ըստ էության։ Միանշանակ։ Միլիարդից ավել բնակչություն ունեցող, իսկ չինական ապրանքները չմոռանանք,
արտադրանքային տարբերություն այլ պետությունների արտադրանքի ֆինանսապես շատ հասանելի են եւ մատչելի Եվ եւ մատչելի, հասարակության բոլոր այսպես շերտերը կարող են իրենց թույլ տալ դա վերցնել։ Հիմա եթե մենք այսպես ֆիքսում ենք չինական շահագրգռվածությունը, առաջինը տնտեսություն, երկրորդը օգտակար հանածոներ, որ Աֆրիկայից իրեն կարող են ստանալ, եւ երրորդը շուկա սեփական ապրանքների համար։ Իրանի պարագայում այստեղ մի փոքր Իրանի քաղաքականությունը ավելի պրագմատիկ է ըստ էության եւ ավելի այս ռոպեական։ Այսինքն Իրանին պետք է հենց այս պահին հարաբերություններ հաստատել կոնկրետ պետությունների հետ, ինքը չի վարում ընդհանուր աֆրիկյան քաղաքականություն, դա ըստ էության Իրանին պետք չէ։ Ֆինանսական առումով էլ Իրանը Չինաստանի հետ բնականաբար համեմատել եւ անգամ արտաքին քաղաքականության հայեցակարգերը Իրանի եւ Չինաստանի ամբողջությամբ տարբերվում են։ Իրանը գնում է այլ ճանապարհով, Իրանը գնում է լոկալ խնդիրներում ներկայացված լինելու ճանապարհով, բայց ոչ երբեք համաշխարհային պատկերացնում է համագործակցություն Աֆրիկայի հետ, Ալժիրից մինչև ամենահարավը։ Այստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք էլ կա, որ չինացիները խաղում են այն սխալների վրա, որոնք ժամանակին թույլ տվեց նույն Արևմուտք Աֆրիկայում։ Խոսքը 2011 թվականի այսպես կոչված այդ գարնան մասին էր, հա, արաբական գարնան մասին էր, որը իր վրա ընդունեց նաև Հյուսիսային Աֆրիկան։ Եվ այնտեղ ակնհայտորեն սկսվեց անհասկանալի իրավիճակ Լիբիա եւ Եգիպտոս ավիրելով։ Լիբիա պետություն, որը 70-ականներից սկսած մի քանի գլուխ բարձրել բոլոր աֆրիկյան պետություններից եւ կարող է դառնալ էտալոն աֆրիկյան պետություն։ Լիբիան իր սոցիալական, խոսքը իհարկե զուտ սոցիալականի մասին է գնում, սոցիալական բարեկեցության մի շարք եվրոպական պետություններից նույն նոր որ խոսում ենք Պորտուգալիայից կամ Հունաստանից բարձր եւ այն աշխատավարձը որ տրվում էր եւ այն սոցիալական դու նշեցիր վճարները որ տրվում էին այն ապագա սերունդների ֆինանսական ապահովման այսպես ասած սոցիալիստական այն դրախտը որի մասին երազում էր Լենինը ինչ որ առումով Քադաֆի բայց եկավ 2009 թվականին Քադաֆին ինչպես ասում են հեռացրին, հետո եկավ 2011 թվական, իդեպ Քադաֆին այսպես մարգարեություն էր ցուցաբերել, նա նշել էր, որ դուք քանդում եք այն պատը, որ պահում է ուրեմն գաղթականներին, ներգաղթալներին դեպի Եվրոպա։ Քադաֆին չէր թողում, որ նրանք անցնեն, ինչևէ Արևմուտքի վարած քաղաքականությունը Աֆրիկայում հակառակ ազդեցություն ունեցավ հենց Արևմուտքի համար։ Քանզի դրանից հետո շատ կարճ ժամանակ կատվածում խոսքը մոտավորապես 10 տարվա մասին է գնում։ Ֆրանսիան, որ ամենից շատ գաղութներ ուներ Աֆրիկայում եւ մնացել էր այնտեղ որպես մոտ 10 երկրում Ֆրանսիան ուներ ռազմական բազաներ։ Բրիտանիան եւ Ֆրանսիան միասին, եթե խոսքը գրվում է թե ռազմական, թե լուրջ տնտեսական ներգրավվածության ներկայացության մասին, մոտ մի 20 երկիր է։ Իսկ դա քիչ չէր։ Դա այդ բարձրաբակի գրեթե 50%-ն է։ Եվ պետությունների։ Նրանք ներկայացված էին այն երկրներում, որոնք ունեն շատ լուրջ հումքային ռեսուրսներ, առաջին հերթին ուրան, ինչպես ուրան, Նիգեր, Ֆրանսիա, Նիգերիա, նավթ, Բրիտանիա։ Այո, եւ Մալի ոսկի։ Ֆրանսիան էլ այդտեղից էր կարողանում։ Հետևաբար, այս քաղաքականությունը ես այստեղ ցանկանում եմ նաև ուշադրություն հրավիրել մեկ այլ շատ հետաքրքիր հանգամանքի վրա։ Չինաստանը մինչև 2023-24 թվականը գրեթե չէր երևում Աֆրիկայում։ Իսկ մենք չենք լսել, որ Չինաստանը Աֆրիկայում այդքան լուրջ չենք լսել, բայց բնական է, որ արդեն ու պայմանականորեն ասենք գոնե մի 10 տարի առաջ սկսել էր Չինաստանը դեպքաբացել այդ ռեգիոնում։ Եվ շատ արագ նա կարողացավ լրացնել այդ բացը։ Իր հետ բերելով նաև իր դաշնակիցներին Աֆրիկա։ Այո, Չինաստանը այնտեղ դա զբաղվում է բարեգործությամբ շատ մեծ։ Եվ նաև դպրոցներ վերանորոգել, ճանապարհներ երկհատված համակարգում նաև սովորում են շատ մեծ թվով աֆրիկացի։ Ժամանակին ինչպես խորհրդային միությունում քաղաքականությունը նույն կերպ է վարում Չինաստանը եւ այսօր մեր գործընկերները, որ Չինաստան են գնում գալիս բուհերում, միջբուհական համագործակցության շրջանակներում նաև, այնտեղ իրենք էլ են փաստում, որ մեծ թիվ են կազմում եւ աֆրիկյան մայրցամաքը ներկայացնող ուսանողները։ Սա փափուկ ուժ է եւ այդ մարդիկ վերադառնալով Աֆրիկա բնականաբար առաջին հերթին առաջին ներմուծելու են նոր գաղափարներ արդեն։ Դա շատ կարևոր է։ Տնտեսական, մշակութային, սոցիալական յուրաքանչյուր իր հերթին Չինաստանի դեսպանը այդ երկրում ըստ էության։ Բայց այստեղ
այս վարակայում նաև պետք է հիշատակել մեկ այլ դերակատարի մասին Աֆրիկայում Ճապոնիան։ Ինձ համար էլ էր անկեղծ ասած Իմ համար էլ է դա անակնկալ, բայց Ճապոնիան եւս, իսկ Ճապոնիան եւ Չինաստանը այստեղ խաղում են բավականին նման իրար, դեռ Ճապոնիան էլ հենքը իհարկե շեշտը դնում է տնտեսության վրա, ինչպես դա բարեգործության, դե փառքոսու Ճապոնիան չունի խնդիր, հա, որևէ նա բայց դե պետություն է, հա, ջուրի այդ ռեսուրսը չիրականացած եւս կարող է թույլ տալ բարեգործությամբ զբաղվել։ Եվ նաև այնտեղ ռազմական բազա ունի Չինաստանը, եւ Ճապոնիան կարծեմ։ Փաստորեն Ջիբուտիում ներկայացված է ռազմական առումով թե ԱՄՆ-ն, թե Ճապոնիան։ Այստեղ դեպ ասենք որ Ջիբուտին աշխարհի ամենափոքր երկրներից է տարածքով։ Բայց միգուցե մենք այստեղ գործ ունենք ուղղակի ճապոնո-ամերիկյան համատեղ բազայի հետ։ Հնարավոր է։ Քանզի այդ փոքր երկրում, ինչպես դու ասեցիր, միաժամանակ երկու նախ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի։ Պլյուս մինուս Լիբանանի չափ պետություն։ Միացյալ Նահանգները չեն հանդուրժի այնտեղ, թեկուզ իր դաշնակցի երկրորդ բազա, երկրորդը Ճապոնիան Աֆրիկայում այնպիսի խնդիրներ չի կարող լուծել, ինչպես օրինակ լուծում է Չինաստանը։ Միանշանակ։ Լուծում է Իրանը, քանզի ոչ կրոնական, ոչ տնտեսական, ոչ ֆինանսական առումով Ճապոնիան հետաքրքիր չի աֆրիկացիների համար։ Եթե չհաշվենք այն Toyota մեքենաներ ամանագնացներ, որոնք օգտագործում են։ Դա միանշանակ, բայց Ճապոնիան այնտեղ նաև բարեգործությամբ է զբաղվում։ Համաձայն եմ։ Եւ ինչով կարողացավ Ճապոնիան վերջին տարիներին, ես կարդում էի մի քանի օր առաջ, գրավել այդ բարեգործական նիշան, քանի որ Տրամպի օրոք USAID-ին դադարել է աշխատել, այդ USAID-ի դատարկ նիշան կարողացավ գրավել Տոկիոն։ Ես կարծում եմ, որ Աֆրիկային, ինչպես նաև Եվրոմիության շատ ծրագրեր այժմ փակվել են։ Այո, ես վստահ եմ, որ Աֆրիկային մեծ հաշվով լավ ապագա է սպասվում, քանզի Աֆրիկան ունի բոլոր հնարավորությունները։ Առաջի տասնամյակում մենք կլսենք Միանշանակ, ինչպես նաև այն պահանջարկները, որ անցել են այդ ժողովուրդները գաղութատիրական շրջանում, իրենք արժան ի վերջո բարեկեցիկ արժանապատիվ ապագա։ Այո, դրա համար պետք է Արևմուտքը իր այսպես մտքերում հրաժարվի այսպես կոչված ոսկե միլիարդի գաղափարից, քանզի ոչ ոք չի ասել, որ հենց այդ ոսկե միլիարդը կամ այդ միլիարդը ոսկի է եւ այդ միլիարդը իրավունք ունի կառավարել 8 միլիարդանոց երկրագունդը եւ ժամանակն է արդեն որ այդ մարդու իրավունքներ, հավասար հնարավորություններ, ռասայական խտրականության դեմ պայքարել են, մենք իրականում այսպես գետնի վրա տեսնենք եւ այո, դարը փոխվել է, ինչպես հաղորդման սկզբում ասացի, արդեն մեծացել է մի սերունդ, որը ճունի իր մեջ իր պապերի այդ գաղութատիրությունից վախը եւ վախը եւ մտածելակերպը փոխվել այլևս դա չկա մի process որը լատինական ամերիկան անցավ դեռ մի 19-րդ դարում Աֆրիկան նոր է անցնում, տրամաբանական է, երիտասարդ պետականություններ են։ Այո, Աֆրիկան նոր է անցնում, բայց եթե մենք համեմատում ենք Լատինական Ամերիկայի հետ, Աֆրիկայի հնարավորությունը շատ ավելի մեծ են լինելու, եւ Աֆրիկան ռազմավարական առումով մոտ լինելով Մերձավոր Արևելքին եւ մոտ լինելով Իրանին եւ մյուս կողմից Եվրոպային, ունենալու շատ ավելի լուրջ ստրատեգիական դիրք, քան ունի այսօր Լատինական Ամերիկան կամ Հարավային Ամերիկան։ Այս թեման էր, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մենք ցանկացանք քննարկել Գևորգի հետ միասին, կարծում եմ բոլոր տարածաշրջաններն էլ արժանի են, որպեսզի մենք քննարկենք, քանզի համաշխարհային քաղաքականությունը եւ աշխարհաքաղաքական process-ն այնպես են զարգանում, որ այսօր մեկուսի առանձին որևէ տարածաշրջան չի կարող համագործակցել եւ ապրել։ Առաջին հայացքից թվում է թե Հայաստանը եւ Հարավային Կովկասը Աֆրիկայի հետ այսպես ընդհանուր ոչինչ ունենալ չեն կարող, բայց ես հիշեցնեմ, որ Ֆրանսիան սկսեց հետաքրքրվել Սյունիքով այն ժամանակ, երբ զրկվեց Աֆրիկայում իր ուրանի հանքերից եւ նա փորձեց ճանապարհ գտնել ղազախական ուրանը Հայաստանի տարածքով Եվրոպա հասցնելու համար։ Այստեղ կապը ուղիղ է եւ այստեղ թեմայի քննարկումը նաեւ մենք ծավալում ենք աշխարհաքաղաքական կոնտեքստից ելնելով։ Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ դուք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։